Այս պահին ուզում եմ խոսքը փոխանցել համազգայինի Արցախի գրասենյակի խորհրդի անդամ շատ սիրելի Միքայել Հաջյանին, հրապարակախոս, վերլուծաբան, համեցեք պարոն Հաջյան։ Ողջունում եմ բոլորիդ եւ ողջունում առաջին հերթին գրքի հեղինակին, իմ բարեկամ, իմ ընկեր Արմեն Այվազյանին։ Անկեղծ ասած, Արմեն Այվազյանի հայոց զորքը Արցախում աշխատությունը ինձ համար մի յուրօրինակ գյուտ էր։ Այն առումով, որ ես նախ հետաքրում եմ հայ ժողովրդի, մեր ժողովրդի պատմությամբ ու բնականաբար առիթից առիթ հնարավորության դեպքում անդրադառնում եմ հայոց պատմագրությանը, դա կլինի գրափար, կլինի թե աշխարհափար, հնարավորինս ես կարողանում եմ ուսումնասիրել, հետաքրքրվել, բայց ոչ որպես պատմաբան, ես բանասեր եմ, ես մասնագետ չեմ, բնականաբար ես չեմ կարող այդ ուսումնասիրությունները գնահատել այնպես, ինչպես ասենք մասնագետը, մասնագիտական գնահատանքը դա իմ խնդիր չէ երևի, բայց կարդալով, ընդորը մեծ դժվարությամբ կարդալով, դա մեկ շնչում կարդալու գիրք չէ, ես անդադ անդրադառնում էի, նախ ստուգում էի, ճշտում էի ինձ համար հեղինակի ներկայացրած տվյալները, ապա ինձ համար արդեն ուզում եմ վերհիշել, արդյոք այդ տվյալը համապատասխանում է թե ոչ, քիչ առաջ կարդացի մեկ այլ բան կարծես թե ստուգում ճշտում եմ եւ ինձ համար պարզվեց, որ միանգամայն ճշգրիտ, միանգամայն ճշմարիտ պատմություն է։ Ինչու եմ դա ընդգծում, որովհետեւ մենք ունենք փառավոր պատմություն, բայց այդ փառավոր պատմության ոչ բոլոր իրադարձություններն են, ոչ բոլոր դրվագներն են, որոնք սերունդների ուշադրությանն են ներկայացվել պատմագիրների կողմից։ Չեմ ուզում մեղադրել, այդ մասին ես խոսել եմ պարոն Այվազյանի հետ, ինքը նույնպես չի մեղադրում այդ պատմագիրներին, պարզապես յուրաքանչյուրը գրել է իր ուսումնասիրության, իր հնարավորությունների սահմաններում։ Ներկայումս 21-րդ դարի ժամանակաշրջանում ինչ որտեղ պայմանները բնականաբար տարբերվում են մեր նախորդ ժամանակաշրջանների պատմաբանների հնարավորություններից եւ օգտվելով այդ նոր պայմաններից հնարավորությունից Արմեն Այվազյանը կարողացել է հսկայական բացահայտումներ կատարել այդ պատմական այս հատվածի 1722-1735 թվականների միջակայքում ընկած իրադարձությունների մասին Արցախում, Արցախյան կյանքում հայ ժողովրդի ազգային ազգագրական պայքարի այդ իրադարձությունների մեջ եւ պատկերացրեք հնարավոր չէ թվարկել այն ճշգրտումները, որ նա կատարել է իր աշխատության մեջ ուսումնասիրելով թե մեր պատմագիրների գործը եւ թե այլ աղբյուրներ, նաեւ օտարազգի պատմաբանների աշխատությունները կարողացել համեմատության մեջ գտնել ճշմարիտը։ Թեկուզ երբեմն ինքը նույնպես ես նկատել եմ գիրքը ուսումնասիրելու ժամանակ, որ այս կամ այն տվյալը հնարավոր չէ վերջնականապես ճշտել։ Առայժմ եմ ուզում ընդգծել, առայժմ չկան դրա հնարավորություն, ճշգրտման հնարավորությունները, բայց չի բացառում, որ վաղը մյուս օրը թե իր համար, թե կամ մեկ այլ պատմաբանի համար կարող են դրանք բացահայտվել եւ եթե ինքը բացահայտի, ես չեմ կասկածում, որ անպայման կանդրադառնա դրան եւ գիրքը երևի թե նոր հրատարակությամբ, լրամշակումներով ու լրացումներով լույս կտեսնի։ Հայոց զորքը Արցախում գիրքը ինձ համար կարևորում է մեկ հանգամանքով։ Դա միայն անցյալի պատմություն չէ։ Նախ եւ առաջ ասեմ, որ պատմությունը դա մեզ համար անցյալ չի, պատմությունը մեզ համար նաեւ ներկա է, որովհետեւ պատմական շատ իրադարձություններ
տարբեր դրսևորումներով, բայց այնուամենայնիվ կրկնվում են նաև մեր օրերում, հենց թեկուզ այս օրերի ընթացքում, այս ժամանակաշրջանում, եւ այդ գիրքը փաստորեն մի յուրօրինակ դաս է ներկա սերունդների եւ գալիք սերունդների համար։ Գլխավոր դասը այն, որ հայ ժողովրդի համախմբման դեպքում գոյատևման, հարատևման, առաջընթացի լայն հնարավորություններ մենք ունենում ենք։ Ռազմական կամ պատերազմական ժամանակաշրջանում հաղթանակի հնարավորություն մենք ունենում ենք եւ իրոք կարողանում ենք հաղթել մեր թող տասնապատիկ գերազանց ուժերով ագրեսիա կատարող, ասենք, մեր թշնամիների հանդեպ։ Դա մեկ, այսինքն հավաքականություն, համախմբվածությունը եւ երկրորդ ազգային պարակտման ցավալի հետևանքները։ Մենք պատմության տարբեր ժամանակաշրջանում ազգային պարակտման իրողություններ, ցավալի իրողություններ իրոք ունեցել ենք եւ միշտ էլ մենք տանուլ ենք տվել։ Միշտ էլ մենք ինչ-որտեղ հետընթաց ենք կատարել։ Մենք կորցրել ենք շատ բան։ Տարածք ու ժողովուրդ եւ ամեն ինչ, տնտեսություն, մշակույթ եւ այլն։ Նույն եւ այդ ժամանակաշրջանում, քննարկվող ժամանակաշրջանում կար այդ պարակտվածությունը, բայց ամենայն դեպս հեղինակը դա որպես դաս է ներկայացնում մեր սերունդներին։ Այսօր նույնպես այդ պարակտվածությունը մեր հանրության մեջ կա, գուցե եւ շատ ավելի ուժեղ, քան գուցե այն ժամանակ է։ Եթե Արցախյան ազգային այդ ժամանակաշրջանի ազգային ազգագրական պայքարի, ասենք, հերոսներից մեկին գլխատում են Արցախյան ինչ-որ մի գյուղում, ապա ներկայումս մարդկանց ճաղերի հետև են նետում, նրանց, ովքեր կարող են ազգին առաջորդել, երկիր ղեկավարել, ովքեր իրատեսորեն են գնահատում եւ իրավիճակը եւ ժամանակաշրջանը եւ մեր հնարավորությունները ու մեր պայմանները։ Շատ են առհասարակ դասերը գրքում, ես գտնում եմ յուրաքանչյուր ոք պետք է ուսումնասիրի։ Այն ինչ որ ներկայացում է գրքում, մենք չենք հանդիպել ոչ մեր դպրոցական դասագրքերում, ոչ համալսարանական գրքերում ենք հանդիպել եւ մի տեսակ ես անձամբ անակնկալի եմ եկել։ Այդպիսի մի հզոր պատմություն ենք ունեցել այդ ժամանակաշրջանում, այդ 22-35 թվականի, որին ես տեղյակ չեմ, թեկուզ ես կներեք անհամեստության համար ինձ փոքր շատ է գրագետ մարդ եմ համարում, բայց ես տեղյակ չեմ։ Եթե ես տեղյակ չեմ, ուրեմն իմ զավակներն էլ հնարավոր է տեղյակ չեն, իմ թոռներն էլ հնարավոր է տեղյակ չեն, ես կուզենայի, որ բոլորս էլ տեղյակ են, ամբողջ հանրությունը իմանա։ Ես մեկ ուրիշ առանձնահատկություն, որպես արդեն լեզվաբան եմ, ես ասում բավական ճոխ լեզվոն է։ Իմ դասախոսներից մեկը ինստիտուտում սովորելու ժամանակ, Գուրգեն Բաղդասարյանը ներկայացրել մի հայտնի հայ լեզվաբանի խոսք առայն, թե եթե ես հայոց լեզվի բառապաշարի 10% թեկուս իմանայի, ես կհամարեի ինձ ամենաերջանիկ մարդը։ Կոնկրետ ես շատ հեռու եմ այդ 10%-ից, բայց Արմեն Այվազյանը, ինչպես ապացուցում է այդ գիրքը, ահագին մոտեցել է, եթե չի հաղթահարել այդ 10%-ը։ Այնքան հետաքրքիր արտահայտություններ կան, ես մտածում եմ երբեմն այդ որ բառարանների միջոցով, ինչ աշխատությունների միջոցով ինքը հայտնաբերել եւ ճշմարիտ ներկայացնում է դրանք, սկսած զենքեր, զինատեսակներ եւ այլն։ Ես ողջունում եմ գիրքը, չկարացնեմ խոսքս, ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալ այդ գրքին, կարդալ, եւ ուրախ եմ հենց այդ գրքի շնորհիվ առաջին հերթին, այդ գրքի շնորհիվ ընկերացա, բարեկամացա հեղինակի հետ, Արմեն Այվազյանի հետ։ Շնորհակալություն։